Հարգելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ։ Մենք այս երկու օրվա ընթացքում ունեցանք երկու հանձնաժողովի ղեկավարների տեխնատության ներկայացություն։ Առաջինը պարոն Գաբրելյանն է, երկրորդը Տիկին Ջուլհակյանը։ Պարոն Գաբրելյանի խոսքը մենք լսեցինք, բավական հավասարակշիռ էր, եւ մենք տեսնում ենք, որ մարդը պատրաստ է աշխատել լավ գաղափարներով ընդդիմության հետ։ Քանի որ դա պաշտպանության ոլորտ է, մենք տեսնում ենք, որ կարող է բերել մեծ հնարավորություններ կարող է ստեղծել դրական։ Երկրորդ դեպքում չեմ կարող կիսել նույն կարծիքը, որովհետև Տիկին Ջուլհակյանը լավ պատրաստված իրավաբանական բեքգրաունդով, բավականին քաղաքական առումով պաշտպանում էր այն գիծը, որը կա երկրում, բայց որը իրավական առումով բերելու է մեզ տանելու է մի փակ սենյակ։ Ինչու եմ այդպես ասում։ Բոլոր իշխանությունները, որ Հայաստանում եղել են, գիտեք իրենց ինչն է միավորել։ Մի բանը, որ իրենք համարել են, որ իրենք հավերժ են, որ այս օրենքն է, որ գրում են, իրենք են դատելու, ոչ թե իրենց են դատելու դրանով։ Բոլորի հետ խոսելուց, բոլորի հետ շփվելուց, ես հասկացել եմ, որ բոլորը ափսոսում են մի բանի համար, որ չեն ստեղծել մրցակցային իրավական ու դատական համակարգ։ Հարգելիներս, ինչքան էլ տարբեր ուժեր, լավ կառավարեն երկիրը, ժողովրդավար երկրում, իշխանությունը փոփոխելի է։ Իսկ դուք կանգնելով մեր առջև շատ վստահ, ասում եք, հələ հարց է, քանի քաղ բանտարկյալ կա։ Մարդ էլ կար, ասում էր, Սերժ Սարգսյանի ժամանակ կամ երկրորդ նախագահի ժամանակ ինչքան քաղ բանտարկյալ կար։ Քաղ բանտարկյալներով ենք համեմատում։ Վատ են արել, տեսա տասնյակ խոսքեր լսեցի, որ ասում ենք վատ են արել, նույնը մի արեք։ Մեր ընկերներից, որ շուռ եկա, լսում էի ձեզ, համարը համոզել էիք։ Շուռ եկա, տեսա կեսը բերդից են եք էստեղ։ Ու մենք հրավիրում ենք եվրոպական բոլոր դեսպանություններին, որ դատական նիստերին թող մասնակցեն, տեսնեն ինչի համար են մարդիկ դատվում։ Համայնքներից մեկում մարդուն դատում են կաշառքի համար, նրա համար, որ խոսք է տվել, որ հաղթանակից հետո ուժեղ Հայաստանի Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է։ Ալավերդիում մարդուն դատում են նրա համար, որ երկու հոգու ասել է բաց կապով, գրանցեք աշխատանքի, տվել են հարկ, որպես քարոզիչ կուսակցական։ Բազմաթիվ քարոզիչներին դատում են հարկ տրված, գրանցված քարոզիչ։ Անունը խոսակցություն են լսում։ Գումարը փոխանցեցիր։ Քարոզիչ է գրանցած մարդը։ Մի պատմություն էլ պարոն Ռուբինյանը ասեց, քյաբաբի պատմությունը։ Քյաբաբի պատմության մեջ աները եւ փեսան իրար հետ խոսել են, աները հումոր է արել, աներոջը բռնել են։ Այդ մարդու աներն է, քյաբաբ չէր տա ընտրության համար, դուք յուրաքանչյուր գործ, կարակ կտրեք ու ներկայացնեք այդպես, բայց ոչ մի բան մեր ժողովրդին չի ստիպի, չեք կարողանա համոզեք, որ դուք իրավացիորեն այսքան պետք է ստեղ լինեիք, դուք այսքան պետք է ստեղ չլինեիք, այստեղ պետք է լիներ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, այո, դուք ասեցիք, որ պետք էր չեղարկել։ Չեղարկելուց հետո ուղղակի երկրորդ քվեարկություն էր պետք այնտեղ։ Եվ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այստեղ կլներ։ Հարյուրավոր մեր ընկերներին տարակ լցրիկ բերդերը։ 2 օր առաջ 100-ից ավել մարդ լցրիկ բերդերը։ Դուք կարաք դուրս գաք եւ ուրիշ բան ասեք։ Քաղաքականապես մի կատարյալ ելույթ ունենաք։ Բայց ձեզանից առաջ էլ հանրապետականի ժամանակ են ունեցել այդ ելույթը։ Երկրորդ նախագահի ժամանակ էլ են ունեցել տենց ելույթ, եղել են մարդիկ, որ ունեցել։ Առաջին նախագահի ժամանակ էլ են ունեցել այդպես ելույթ։ Բայց դա չի փոխել քաղաքական փոփոխությունների անիվը։ Ցիկլը ավարտվում է, իշխանությունը փոխվում է եւ ձեզ դատելու է այն դատանը, որը դուք սարքել եք։ Իհարկե մեզ էլ, բոլորիս։ Մեր տեսլականը, մեր հայրենիքի մասին ամենաառաջի բանը դատական համակարգը մենք հասկանանք։ Կարա անկախ լինի, թե ոչ։ Կան մտավախություններ, ինչ որ աֆիլիացիաների մասին։
Տարբեր երկրներ, Սինգապուրը, եվրոպական գրեթե բոլոր երկրները անցել են այդ ճանապարհը, տվել են լուծումներ։ Դա հիմքն է քանդում երկրի ընդհանուր զգացության, երկրի հասարակության, ինչպես է հասարակությունը զգում իր երկիրը։ Դուք ստացել եք 50-ից պակաս տոկոս ձայն, այսինքն 50-ից ավել տոկոս ձեզ չի ընտրել։ Չեմ ասում, որ բոլորը մի ուժի են ընտրել, բայց ձեզ չի ընտրել։ Այդ մարդկանց պետք է պաշտպանության զգացողություն։ Այդ համակարգը դուք պետք է սարքեք, դուք դրա պատասխանատուն եք։ Այդ հանձնաժողովը, որ դուք ղեկավարում եք, քաղաքական ուժի հանձնաժողով չի։ Ձեզ վաղը այնպիսի դատարան պետք է լինի, որ ձեզ, եթե ազնիվ եք եղել այս ընթացքում, արդարացնի, չվախենա ինչ-որ մեկի զանգից։ Կրոնական առումով մենք ունենք մեծ տարբերություն, մենք գիտենք դա։ Ես կարծում եմ, որ կրոնական մեր թեմայի արծարծումը այստեղ ուղղակի կբերի նիստերի խաթարմանը։ Մենք իրապես հայ առաքելական եկեղեցու հետևորդ ենք, ձև չենք անում։ Մենք համարում ենք մեր լեգիտիմ եկեղեցու առաջնորդը մեր կաթողիկոսը Գարեգին Վեհափառը, ում ընտրել է համայն հայությունը 99 թվին։ Իսկ գիտեք ինչ եղել 99 թվից հետո։ Մերոններ, կնունքներ, 100 հազարավոր հայ երեխաների։ Եթե դուք մերժում եք մերոնը, մերժում եք կաթողիկոսին, դուք մերժում եք մերոնը։ Դուք մերժում եք մերոնը, կրոնական, քրիստոնեական առումով դուք հարցականի տակ եք դնում 100 հազարավոր մեր հայրենակիցների քրիստոնեա լինելու հարցը։ Հարցականի տակ եք դրել։ Այդ իսկ պատճառով այս թեման կարծում եմ մենք աշխարհիկ երկիր ենք, կրոնական հարցը ազգային ժողովում կարող ենք շատ չքննարկել, որովհետև հարցը դուրս է գալու քաղաքական խոսույթի շրջանակներից ամեն անգամ։ Այսքանը։ Շնորհակալություն։ Ինչ վերաբերում է պարոն Ռուբինյան, մի բան էլ ձեզ ասեմ։ Ընդդիմությունը ընդհանրապես հարց տալու հիմնական հարցեր հարմար հարցեր տալու համար է նաև պարոն Ռուբինյան։ Ընդդիմության գործելավոճը ընդդիմություն կա, հենց սկզբից սկսում է ինչ որ գործելավոճով, որը հարցերը մեկից է տալի։ Կա ընդդիմություն, որ ուսումնասիրում է process-ները, նոր է հարցեր տալու։ Մենք հարցեր տալու համար ենք այստեղ եւ այդ հարցերով կփորձենք ամեն ինչ կանենք, որ մեր երկիրը լավացնենք ու բերենք իրական փոփոխություններ։ Շնորհակալ եմ։